Բարերեկո դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հարավային Կովկասը խաղաղ, բարեկեցիկ ու զարգացող լինելու պատմական շանս ունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում։ Վարչապետը Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերներ Իրակլի Կոբախիձեի եւ Ալի Ասադովի հետ մասնակցել է համաժողովի բարձր մակարդակի նիստին։ Վարչապետի ելույթի մանրամասները տեսանյութում։ Ճիշտ 2 տարի առաջ Մետաքսի ճանապարհ համաժողովում էր, որ Հայաստանի վարչապետը ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Իսկ այդ նախագծի առանցքում տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցության զարգացման գաղափարն էր։ Սա հիշատակելով Նիկոլ Փաշինյանը գործընկերների հետ կիսում է այս առումով ունեցած հաջողությունը, որի ապացույցը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության հռչակագիրն էր։ Եվ հենց այդ համատեքստում է Նիկոլ Փաշինյանը դիտարկում Ադրբեջանի այն որոշումը, որի մասին պաշտոնապես հայտնի դարձավ մեկ օր առաջ։ Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Ինչպես սահմանված էր Վաշինգտոնյան հռչակագրով, Թրիփի հետ կապված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Հայաստանն ու Միացյալ Նահանգները արդեն իսկ սկսել են համատեղ աշխատանքը։ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում էլ հույսն ավելանում է։ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է նաև ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, բայց այստեղ ենթակառուցվածքների բացակայության խնդիր կա։ Տեխնիկական առումով առայժմ հնարավոր չէ Թուրքիայի եւ Նախիջևանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը, թեև քաղաքական առումով Հայաստանը դարձյալ պատրաստ է։ Այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ եւ վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախճեվան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip-Route ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Արդյոք տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը միմյանց հետ մրցակիցներ չեն։ Այս մասին մեկնաբանություններին անդրադառնալիս վարչապետը խոսքը այսպես է ձևակերպում։ Բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին, մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի եւ Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Trip-Route նախագիծը, Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։
Մատնանշելով այն, որ միջազգային հանրության հետաքրքրությունը կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա, վարչապետը նշում է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը։ Մենք ի վերջո ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ եւ զարգացող հարավային Կովկաս։ Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը կոմերցիոն բեռները, խողովակաշարեր եւ էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության եւ բարեկեցության մշտական ուղեկիցը։ Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան եւ մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել հարավային Կովկաս։ Ինչպես են տնտեսական կապերն ու տարածաշրջանի համագործակցությունը ամրապնդում տարածաշրջանի փոխկապակցվածությունը։ Համաժողովի մոդերատորի այս հարցադրմանն էլ պատասխանելիս Հայաստանի վարչապետը նշում է. Երբ որ երկրները սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, դա ինչ էֆեկտի է բերում, դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու եւ հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում եւ հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում, իրենք մենք իրար հետ հաղորդակցվելիս, մենք վստահ լինենք, որ հաղորդակցվում ենք իրար հետ եւ մենք կարող ենք հասնել ձեռք բերել պայմանավորվածություններ եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնելով գործընկերներին, այդ թվում Ադրբեջանի վարչապետին դրական շեշտադրումների համար, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 1 տարի առաջ նման բան հնարավոր չէր։ Այսօրվա այս դրական մթնոլորտը ինչի մասին է։ Մենք դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է ուղղակի մի օրում ջնջվել է։ Ոչ չի կարող լինել այդպիսի բան։ Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ հարավային Կովկասի երկրները, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն ընդհանուր շահեր եւ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերը ունեն ռազմավարական նշանակություն։ Կառավարության ղեկավարը նշում է նաև, որ հակառակ կոնֆլիկտների, հակասությունների հարավային Կովկասի երկրների ճակատագրերը ունեն որոշակի փոխկապակցվածություններ, ապա նաև առաջարկում է առկա էներգիան օգտագործել հարավային Կովկասում համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքը գրեթե նախորդ օրվա սցենարով, դարձյալ ավելի շատ քննարկվել են ոչ թե բուն նախագծերն, այլ քաղաքական հարցեր։ Փոխվել էր միայն բանավեճի թեման, այս անգամ այն ոչ թե Գյումրիի քաղաքապետի ձերբակալության վերաբերյալ էր, այլ Ադրբեջանի նախագահի դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարության։ Թեմայի մասին հիշեցրեց Բաբկեն Թունյանը, ընդդիմադիրների արձագանքից զարմացել էր, կարծես թե վատ բան է տեղի ունեցել, նշեց ՔՊԱ-ական падգամավորն ու խնդրանքով դիմեց ընդդիմադիր գործընկերներին։ Խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է թե ոչ, շնորհակալություն։ Միանում եմ հարցադրմանը։ Գործընկերոջ միտքը շարունակեց Ռուբեն Ռուբինյանը, ներողություն խնդրելով հորակարգից շեղվելու համար եւ ասելով, որ հարցապնդումը պետք է ավելի խորացնել։ Ռուբինյանը հիշեցրեց, թե ինչպես էր ընդդիմությունը ասում, որ Վաշինգտոնյան համաձայնությունները միակողմանի զիջումներ են Հայաստանի համար։ Միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում։ Նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Բաժնումա երեք Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա այսինքն, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումը դեպի Հայաստան բեռ տարանցելու
Եվս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաև իրականությունում։ Հիմա ինչի հերթով չեք գալիս, դուք սիրում եք, չէ՞, Ալիևին ցիտել։ Հերթով եկեք ցիտեք։ Ես կարծում եմ շատ ազգանվեր գործ արած կլինեք։ Շնորհակալություն։ Հարմար պահին հաշտարարության մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ամբիոնին մոտեցավ Գեղամ Մանուկյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է, գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային։ Առաջին պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Գործընկերոջ միտքը շարունակեց Արթուր Խաչատրյանը նախ գուշակելով, թե Նախաճաշին ինչ են ճաշակել ՔՊԱ-ականները։ Ակնհայտ է, որ ՔՊԱ-ականները առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել եւ որոշել են հերթական անգամ իրենց ձախողումները քողարկելու համար հարձակում գործել ընդդիմության դեմ։ Պարոն Ռուբինյան, որ դուք մեջբերում անում եք, խնդրում եմ ամբողջական, огласите весь список, пожалуйста։ Ռուսերեն մեջբերումը հայտնի ֆիլմից այն մասին էր, որ Ալիևը իր երեկվա խոսքում կրկին օգտագործել էր միջանցք բառը։ Ռուբինյանը պատասխանեց ընդդիմադիր գործընկերներին, նախ Գեղամյանին հիշեցնելով, թե ինչ վիճակում է Իջևանի երկաթգիծը։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Իջևանի երկաթգիծը չի գործում։ Գեղամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող էսպան երկաթգիծով ահնար է բաններ գրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են մետալալում են հանձնել։ Հիմա դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակարգողական, թշնամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Հիշում եք Քոչարյանի իր ասուլիսում, որ ասում էր, այ Հայաստանը կարար սենց մի հատ բան առաջարկեր, հետո Ադրբեջանը կմերժեր եւ արդյունքում կստացվեր մերժող կողմը Ադրբեջանն է։ Բայց արդյունքում կստացվեր, որ խաղաղություն չկա, ապաշրջափակում չկա։ Էսա Քոչարյանը ինքը իր այդ բանում, ասուլիսում, հասկանալով թե չհասկանալով, մատնում է ձեր իրական նպատակադրումը եւ հայեցակարգը, որ նենց անենք, որ արդյունքում մերժվի։ Դուք դեմ եք խաղաղության օրակարգին։ Դուք դեմ եք ապաշրջափակմանը, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի։ Ի վերջո Վլադիմիր Վարդանյանը զգուշավորությամբ մոտենալով գլխավոր խոսափողին հիշեցրեց, որ քննարկվող նախագիծը բոլորովին այլ բանի մասին է։ Որ չեք նեղանա, չէ՞ որ նախագծից խոսամ։ Շնորհակալություն։ Հատե բարձր մենք ենք սկսում ինչ մեջ։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, այս նախագիծը հաշտարարությանն է վերաբերում, հաշտարարությունը խաղաղության օրակարգի մասը դրա համար եք տենց արտահայտում։ Նիստը վարող Ռուբինյանը ասաց, որ այլևս չի թույլատրի շեղվել թեմայից, այլապես չեն հասցնի քննարկել օրինագծերը։ Օրակարգի թեմաներով քննարկումներ եղան, բայց շեղումներից էլ խուսափել չհաջողվեց։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել նաև կառավարության հետ հարցու պատասխանը, որին ընդդիմությունը չի մասնակցել։ Վարչապետն անդրադարձել է նաև Տեր Արամ Քահանային կարգալույծ անելու մայրաթոռի որոշմանը։ Երեք մեր մտահոգությունները իրականացվեց եւ Տեր Արամ Քահանան կարգալույց հռչակվեց եւ դրանից հետո դուք հայտարարեցիք, որ պատրաստվում եք առաջիկա կիրակի օրը մասնակցեք Հովանավանքում հենց Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին։ Ցանկանում եմ ճշտել, ինչ հանգամանքով է պայմանավորված ձեր այս որոշումը։ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք,
այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար, ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը, եթե կարգալույծ է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետեւ եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, այդ նշան ապացույցն է նրա քահանա օծված լինելու եւ ես համարում եմ, որ հոգեվոր կյանքի մեծ հավանականության իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ։ Մենք այստեղ սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրում, ԲԴԽ-ի անդամների կեսին, Վճռաբեկ դատարանի դատավորներին, բայց շատ ֆորմալ է դա, հետո երբ որ հարցեր են ուղղում դատավորներին կամ Բարշակույն դատական խորհրդի անդամներին, անընդհատ այդ բանն ենք բախվում, մենք հաշվետու չենք ազգային ժողովի առաջ, եւ այդ հարցերը մնում են օդում։ Ուստի համաձայն եմ, որ նոր սահմանադրությունը պիտի լուծի այդ հարցը։ Միջայլոց ասեմ, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց խնդրեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի ախպերը KGB-ի գործակալը, ոչ իմ, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա բան նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հենց չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB-ի գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։
Ախպերը, որ KGB-ի գործակալն է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեծ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեծ բացատրողն է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան քննարկման մասնակիցների հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը։ Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու եւ դրական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը։ Ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է ցանկացած տեսակի արգելքները դեպի Հայաստան բեռների տարածման համար։ Հայտարարությանը արձագանքներ են եղել նաև Եվրոպայից։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բայց նախ Ալիևի հիշատակած բեռը տեղ հասել է։ Թեև երեք Ալիևը ասել էր, որ Ղազախստանից այդ բեռը Հայաստան արդեն եկել է, այսինքն որպես կայացած փաստի մասին էր դա ասել, մինչ օրս, որքան ես գիտեմ, մինչ այս ժամը ամենայն դեպս որևէ տեղեկություն չկա այդ բեռի տեղ հասնելու եւ անգամ տեղեկություն չկա, արդյոք այն արդեն դուրս է եկել ղազախական Ակտաու նավահանգստից։ Այդ լուրը արդեն մեկնաբանում են եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, մասնավորապես Եվրամիության հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Ադրբեջանի ղեկավարի այդ որոշումը եւ թեմային անդրադարձել է այսօր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում այդ Մետաքսեուղի ֆորումի ժամանակ նա ասել է, որ ղազախական հացահատիկի Հայաստան դեպի տարանցման այդ արտոնությունը վկայում է այն մասին, որ արդեն գործնական քայլեր են իրականացվում միջին միջանցքի նախագիծը իրականություն դարձնելու համար։ Եվ կարևոր է, որ հենց Ադրբեջանի վարչապետի շուրթերից է հնչում այն, որ դա միջանցքի մասն է այս Ադրբեջանի ձգտումը, հա, այսինքն այդ արտոնությունը տվել են ոչ թե դեպի Հայաստան ինչ որ բարի կամքի քայլ անելու համար, այլ որպեսզի օր առաջ իրականություն դառնա միջին միջանցքը, որը բխում է հենց Ադրբեջանի շահերից։ Դա նաև այսպես ազդակ է ուղղված Բաքվի կողմից Մոսկվային այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանի փոխարեն զբաղեցնել այս շղթայում տեղը եւ տարանցիկ պետություն դառնալ Ռուսաստանի փոխարեն դուրս մղելով Ռուսաստանը այս շղթայից։ Այսինքն դա Ադրբեջանին էր պետք առաջին հերթին, այլ ոչ թե մեզ, թեև մենք եւս այստեղ որոշակի շահ ունենք։ Բացի այդ, նաև սա իհարկե այսպես արդյունավետ քայլ է, որի նպատակն է բարի համբավ ձեռք բերել միջազգային հանրության աչքերում եւ կրկին մեզ վրա դա վաճառելը որպես միայն մեր համար կատարված ինչ որ բալի քարի դրսևորում, այդքան էլ տպավորիչ չէ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ միաժամանակ Իլհամ Ալիևը շարունակել է խոսել նաև Զանգեզուրի միջանցքի մասին։ Արտյոմ, ադրբեջանական մամուլում գրում են, որ Բաքվի այդ քայլին Հայաստանը պատրաստ է համարժեք քայլով պատասխանել։ Ինչ քայլի մասին կարող է խոսք լինել։ Սպասում են ինչ-որ համարժեք քայլերի, թեև, ինչպես ասացի, իրենց կողմից դա ոչ թե մեզ ուղղված քայլեր, այլ իրենց շահից բխող քայլ, բայց ինչևէ, Հայաստանի վարչապետը այսօր Թբիլիսիում հստակ հիշեցրեց, որ իրականում այդ քայլը առաջինը հենց Հայաստանն է արել։ Դեռ 2 տարի առաջ Հայաստանի վարչապետը հստակ ասել է, որ ցանկացած պահին, երբ Ադրբեջանը ցանկություն հայտնի Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխել Նախիջևան, դրա հնարավորությունը կստանա։ Ադրբեջանը այդ ամենին որևէ կերպ չի արձագանքել, հա, եւ այսօր վարչապետը կրկին հիշեցրեց իր այդ պատրաստակամությունը եւ եթե Ադրբեջանը ցանկություն ունի Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս ճանապարհը օգտագործելու դեպի Նախիջևան բեռներ տեղափոխելու համար, ապա Հայաստանը պատրաստ է դա անել եւ կրկին որևէ արձագանք չկա։ Ավելին Հայաստանը պատրաստ էր անել ավելին, քան արեց Ադրբեջանը, քանի որ մենք այս դեպքում պատրաստ ենք բացել սահ
սահմանը հատուկ Ադրբեջանի համար։ Մինչդեռ Ադրբեջանը այդ ղազախական հացահատիկի համար Հայաստանի հետ իր սահմանը բացել մտադիր չէ, այլ այդ բեռը պետք է հասնի Հայաստան-Վրաստանի տարածքով։ Բացի այդ հիշեցնեմ, որ առաջինը իր տարածքը Հայաստանն է տրամադրել Ադրբեջանին դեռ 2 տարի առաջ, երբ իր օդային տարածքը բացեց ադրբեջանական ինքնաթիռների համար, որոնք թռչում էին դեպի Նախիջևան եւ Թուրքիա։ Ադրբեջանը 2 տարի անց միայն պատասխանեց հայելային քայլով։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ իսկապես Ադրբեջանը այսպես ընդամենը փորձում է տպավորություն ստեղծել, որ առաջին քայլն է անում, առաջին քայլը Հայաստանը արել է վաղուց եւ միայն այսօր է Ադրբեջանը փորձում այսպես կիսատ պռատ քայլերով դրան պատասխան տալ։ Շնորհակալություն արդ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դու կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթիեթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանին։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք Ադրբեջանից ստացված վերջին լուրից։ Ղազախստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հացահատիկ կհասնի Հայաստան։ Սա մեր իշխանությունները կարևոր քայլ են համարում, բայց ընդդիմությունը ասում է հնարավոր է հերթական կախվածությունն առաջանա Ադրբեջանից եւ իրենք առաջարկում են օրինակ եթե հացահատիկ եք ցանկանում կարող եք օրինակ Ռուսաստանից կամ Ուկրաինայից բերել ձեր մեկնաբանությունը։ Նախ ես կցանկանայի տարանջատել հարցի երկու մասի եւ անդրադառնալ նախ ընդդիմության հայտարարություններին։ Մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք որ ապաշրջափակման օրակարգը այն օրակարգն է որ ձեռք է բերվել Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում երբ մեզ մեղադրում էին միակողմանի ճանապարհ զիջելու կամ որևէ միջանցքային տրամաբանության որևէ բան զիջելու մենք բացատրում ենք որ առհասարակ խաղաղությունը հաստատվելու է այն ժամանակ երբ որ կհաստատվի ապաշրջափակումը եւ այն ինչ որ բանակցվել է ճանապարհների ապաշրջափակում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, որը տեղի ունենալու մեր իրավազորության ներքո, ուրեմն մեր սահմանների անկախտելիության սկզբունքի հարգման ներքո եւ ի ցույց է դնում մեր ընդդիմության բոլոր, այսպես ասած, մեզ ուղղող մեղադրանքների սնանկությունը, որովհետեւ չի անցնում մի փոքր ժամանակ, երբ որ մենք կարողանում ենք մեր գործով ապացուցել, որ իրենց մեղադրանքները սին էին։ Ինչ վերաբերում է այլընտրանքներին, այլընտրանքներից այո ոչ ոք չի հրաժարվում, բայց Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև դիվերսիֆիկացման ուղղությամբ մեր կատարվող աշխատանքների մասին եւ սա կարող է տեղավորվել հենց այս օրակարգի ներքո, ինչպես նաև ոչ մեկ չի չեղարկել այլ աղբյուրներից օգտվելու հնարավորությունը, բայց ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է, որ անկախության բանաձևը տեսնում է քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից եւ սա ամբողջությամբ տեղավորվում է մեր անկախության պատկերացման շուրջ տարվող աշխատանքների մեջ։ Ինչ վերաբերում է ուկրաինական կամ ռուսական ցորենի մասով, կարծում այստեղ արձագանք եղել է պաշտոնական, որ այս տարբերակով ավելի մատչելի է եւ մեր ամենօրյա կյանքում մեր քաղաքացիները կզգան այն օգուտները, որոնք քաղելու ենք յուրաքանչյուրս ապաշրջափակման արդյունքում։ Այսինքն դուք օրինակ չունեք այն մտավախությունը, որ կարող է օրինակ Ադրբեջանից կախվածություն առաջանալ։ Օրինակ Ադրբեջանը երբ ցանկանա ճանապարհը փակի, երբ ցանկանա բացի, օրինակ ասում են տեսակ Արցախում ինչպես եղավ։ Ճանապարհը փակեցին, բացեցին եւ այլն։ Սա կրկին ծառայում է որպես այլընտրանքային ճանապարհ, սակայն որը ավելի մատչելի ճանապարհ է։ Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կարճ երթուղիները ապահովում են ավելի մատչելի ապրանքներ։ Եվ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի բացվեն Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները եւ նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը ինքը հանդիսանա ուրեմն մեծ ճանապարհի մի հատված եւ օգտվի նաեւ ապաշրջափակումից իր հերթին։ Եվ ես կարծում եմ, որ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող սահմանը միակ սահմանը չէ, կարծում եմ, որ այս վախը կրկին սին է եւ քիչ անց կապացուցվի գործով նաեւ։
Այ քանի որ խոսեցիք Հայաստան-Թուրքիա սահմանի բացմամբ, Հայաստանի վարչապետը Վրաստանում հայտարարել է, թե հնարավոր է նաև հայ-թուրքական սահմանը բացվի։ Այ խոսքը երրորդ երկրների քաղաքացիների հետ սահմանի բացման մասին է, որի շուրջ կար պայմանավորվածություն, բայց որն այդպես էլ տեղի չունեցավ, թե արդեն առհասարակ բոլորի համար այդ սահմանի բացումը կլինի։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, ով իր հերթին նաև բանագնացն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, անդրադարձել է այս հարցին այն կոնտեքստում, որ ուրեմն Գյումրի Կարս երթուղու շուրջ աշխատանքային քննարկումներ տեղի են ունենում։ Ես կարծում եմ, որ արտգործնախարարությունը իր հերթին հայտարարությամբ հանդես կգա, բայց մենք օր առաջ պատրաստ ենք ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու, այսինքն բացվի սահմանը երրորդ պետությունների քաղաքացիների համար, դիվանագիտական անձնագրեր կրողների համար, բայց Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատրաստ է առհասարակ բացել բոլոր ենթակառուցվածքները, որովհետև սահմանը Հայաստան երբեք չի փակել Թուրքիայի հետ։ Բայց այստեղ Թուրքիայի հետ զուգահեռներ տանելով, ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմախոսները, ընդդիմադիրները դեմ կլինեին նաև պատերազմի ընթացքում Թուրքիայից եկած ցորենի ուրեմն առաքմանը, որովհետև կրկին կասեն, որ Թուրքիայից կախվածություն է լինելու եւ առհասարակ երևի կոչով հանդես կգային հրաժարվել ցորենից, այս նույն տրամաբանությամբ, որով հիմա են առաջնորդվում, բայց ուզում հիշեցնել, որ դա տեղի չի ունեցել եւ փառք Աստծո, որ այն օրվա անդիմությունը այսպիսի մոլեգին մեղադրանքներ չէր ներկայացնում։ Այսինքն մոտ հեռանկարում չկա նախանշված որոշակի ժամանակաշրջան, որ արդեն իսկ կբացվի հայ-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր, հենց վաղը այդ իրագործել, այսինքն Թուրքիայից ազդակներ Թուրքիայից ես կարծում եմ հանրային բոլորս էլ լսում ենք, որ բարձր է գնահատվում հայ-ադրբեջանական կարգավորումը, հանդիպումներ, երկկողմ հանդիպումներ են տեղ ունենում, Թուրքիա է մեկնում մեր վարչապետը, դուք գիտեք, որ ակտիվ աշխատանքներ նաև բանագնացների միջև է տեղ ունենում, ուզում եմ հիշեցնել, որ պարոն Քլիչը նաև այցելել էր Հայաստան, առաջին անգամ, որ ուրեմն հենց ցամաքային ճանապարհով, ես կարծում եմ սրանք բոլորը դրական ազդակներ են եւ առհասարակ տարածաշրջանում տրամադրության փոփոխությունը էականորեն նկատելի է եւ ես կարծում եմ, որ այս քայլն էլ Ադրբեջանի կողմից, այսինքն մեր բեռնատարների համար ճանապարհների ապաշրջափակումը կրկին էականորեն նպաստելու է խաղաղության գործընթացի հաստատմանը։ Իդեպ նույն այդ ամբիոնից Վրաստանում Ադրբեջանի վարչապետը հայտարարեց, թե պատրաստ է հայ-ադրբեջանական համաձայնագիրը, աշխատում են վերջին նրբությունների վրա եւ երբ ժամանակը գա կստորագրվի այդ համաձայնագիրը։ Այ ինչ նրբությունների մասին է խոսքը, եթե օրինակ երկու կողմերն էլ հայտարարել էին, որ ըստ էության համաձայնեցված է արդեն այդ 17 կետը, նախաստորագրվել է, այդ ինչ նրբությունների մասին է ակնարկում Ադրբեջանի վարչապետը եւ երբ է այդ ժամանակ նզձես։ Նախ եւ առաջ ուզում եմ հիշեցնել, որ խաղաղության պայմանագրի տեքստը նախաստորագրվել է ուրեմն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին եւ դա նշանակում է, որ տեքստում որևէ փոփոխություն տեղի ունենալ չի կարող եւ ես կարծում եմ, որ տեքստի հրապարակումից հետո մեր քաղաքացիները համոզվեցին կրկին անգամ, որ ընդդիմության մեղադրանքները դատարկ էին։ Սա չի կարող դիտարկվել որպես կապիտուլյացիա Հայաստանի համար, որովհետեւ պայմանագիրը, որ բաղկացած է 17 կետերից, հավասարապես վերաբերել է թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ այն պարտականությունը, որ ստանձնում է Հայաստանը, նույն չափ, նույն քանակությամբ, նույն բովանդակությամբ ստանձնում է նաեւ Ադրբեջանը։ Աշխատանքներ կատարվում են ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման համար եւ թե ժամկետներից եք հարցնում, կրկին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց հիմա ստորագրել նախաստորագրված տեքստը։ Հայաստանի Հանրապետությունը ակտիվ բանակցությունների մեջ է Ադրբեջանի հետ, տեսակ, որ նախագահ եւ վարչապետ հանդիպումներ են տեղի ունեցել երկկողմ ֆորմատով տարբեր բազմակողմ ուրեմն ԱՊՀ շրջանակներում օրինակ։ Բայց այդ բանակցություններում չկա օրինակ նախանշենք, կստորագրենք, դա չգիտեմ, գարնանը, մինչեւ ընտրություններից հետո։ Նման բան ես մեկնաբանել չեմ կարող, որովհետև դա Հայաստանի դիրքորոշում չի, Հայաստանի դիրքորոշումը մեկն է, որ մենք պատրաստ ենք հենց այսօր ստորագրել այս պայմանագիրը, որը հասցեագրում է բոլոր այն անհանգստությունները, որոնք հնարավոր է առկա են Ադրբեջանի մոտ։ Տեսեք, Հայաստանում կայացավ նաև երկու երկրների քաղաքասարակությունների հանդիպում։ Այ ինչի համար են այդ հանդիպումները եւ դրանք ինչ կարող են տալ երկու երկրների հարաբերություններին, հատկապես հիմա, երբ դեռևս ամեն դեպքում ստորագրված չէ վերջնական այդ համաձայնագիրը։ Սա շատ կարևոր ուրեմն
կարևոր միջոցառում է, որ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ որքան էլ չստանձնի Հայաստանի Հանրապետության իշխանությունը գործող մեր քաղաքական թիմը խաղաղության օրակարգի հաստատումը, շատ կարևոր է, որպեսզի բոլոր շերտերում, հասարակության բոլոր շերտերում տեղի ունենա խոսակցությունը, որովհետեւ այո, մենք ստանձնել ենք առաջնորդություն Հայաստանում եւ Ադրբեջանում հարաբերությունների կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց ես կարծում եմ, որ հասարակության բոլոր շերտերի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, որովհետեւ 30 տարվա այս կոնֆլիկտի ծանր պատմությունից հետո դժվար է, անխոս դժվար է խաղաղության հաստատումը առանց բնակչության երկխոսության։ Ես կարծում եմ, որ սահմանամերձ գյուղերում այս խոսակցությունը գուցե տեղի էր ունենում, բայց այն ավելի մեծ թափ հավաքեց իշխանությունների կողմից ստանձնած երկխոսության հաստատումից հետո, բայց հարկավոր է, որ այս խոսակցությունը մշտապես տեղի ունենա եւ մեր հասարակությունը կարողանա հաղթահարել այն, ինչ իրականում դժվար է հաղթահարել, բայց հնարավոր է։ Եվ ես շատ եմ նշանավորում հատկապես մեր հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք պատրաստական են եղել մասնակիցը դառնալ այս կարևոր միջոցառման։ Տեսեք, փոխվստահության կարևորության մասին խոսվում է, նաև կարծես թե պայմանավորվածություններ են ձեռք բերում սահմանազատումը, սահմանագծումը շարունակելու հետ կապված, բայց դեռևս գոնե թե հրապարակայնորեն կարծես թե տպավորություն է, որ այդտեղ ամեն ինչ կանգ է առած։ Ինչու չի տեղի ունենում այդ սահմանազատումն ու սահմանագծումը, եթե օրինակ նախաստորագրումը կա, կողմերը ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն երկուստեք հայտարարել են այդ մասին, ուրեմն ի՞նչն է խանգարում շարունակել այդ։ Աշխատանքները իրականում հանձնաժողովում տեղ են ունենում, իհարկե այս մասին արժե նաև Մհեր Գրիգորյանի մեկնաբանությունը լսել որպես աշխատանքային խմբի ղեկավար, բայց առհասարակ ես երբեմն մենք թերագնահատում ենք այն ինտենսիվությունը, որով տեղի ունենում զարգացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց կրկին անգամ առիթը բաց չեմ թողնի հիշեցնելու, որ այս ծանր կոնֆլիկտի պատմությունից հետո մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք երկկողմ ստորագրված, որոշ դեպքերում վավերացված փաստաթղթեր ունենալ, ինչը ահռելի առաջընթաց է այս հարաբերություններում։ Եվ իհարկե մեր ակնկալիքները այն է, որ ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա, բայց ուզում եմ հիշեցնել, որ սահմանազատման եւ սահմանագծման պարագայում ամենակարևոր ձեռքբերումը դա Ալմաթայի հռչակագրի հիմքով սահմանազատում կատարելն է։ Այսինքն ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ Ադրբեջանը շատ երկար հրաժարվում էր Ալմաթի հռչակագիրը որպես հիմք ընդունել, բայց ոչ միայն հիմք ենք ընդունել։ Եթե կհիշեք, աշխատակազմը ասում է, որ Ալմաթի հռչակագիրը հիմք է այնքան ժամանակ, մինչև ավելի բարձր կարգավիճակ ունեցող փաստաթղթով այլ բան չի նախատեսվել, եւ կրկին մեծ ձեռքբերում է այն, երկուստեք մեծ ձեռքբերում է այն, որ պայմանագրում կրկին հղում է արվում Ալմաթին որպես սահմանազատման հիմք։ Եվ ես կարծում եմ, որ սա պետք է թոթափի մեր անհանգստությունը եւ մենք զինվենք համբերատարությամբ եւ սպասենք մինչեւ այդ գործընթացը տեղի ունենա։ Տիկին Ղազարյան, որքանով հայ-ադրբեջանական դեռևս վերջնական չլուծված այս գուցե տարաձայնությունները կամ վերջնական համաձայնագրի չստորագրումը կարող են խանգարել Հայաստանին դեպի Եվրամիության ճանապարհին, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ վերջին օրերին հնարավոր է Հայաստանը մյուս ամիս կամ մյուս տարի արդեն հայտ ներկայացնի Եվրամիության անդամագրման եւ կան կարծիքներ, որ գուցե այդ դանդաղմանը կամ այսպես դրանց զերծ է պահում դեռևս չլուծված այս կոնֆլիկտը։ Եթե անկեղծ ասեմ, իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ խաղաղության պայմանագրի կնքումը եւ Թուրքիայի հետ սահմանների բացումը կնպաստի մեր եվրոինտեգրման գործընթացին։ Եվ սա ոչ թե ինչ որ հավատամք է կամ հույս է, սա հիմնված է այն փաստի վրա, որ Թուրքիան Մաքսային միության անդամ է, Եվրոմիության եւ ըստ էության մենք ունենանք ուղիղ ելք դեպի Եվրոմիության մաքսային տարածք։ Սա շատ կարևոր է եւ ուզեմ հիշեցնել, որ Եվրոմիություն անդամակցության հարցը դա միայն քաղաքական ցանկություն կամ նպատակ չէ։ Դա նաեւ տնտեսական հզորության մակարդակի Հայաստանի Հանրապետություն բերելն է։ Եվ քանի որ այս պահին իմ համեստ դիտարկմամբ մեր քաղաքական ցանկությունների եւ տնտեսական հնարավորությունների միջեւ ճեղքվածք կա, ես կարծում եմ, որ հայտի ներկայացումը կապված է, թե երբ մենք կարողանանք այս գեփը, անգլերեն ասած, ճեղքվածքը լրացնել, որպեսզի մեր քաղաքական երազանքների եւ ամբիցիաների համար ունենանք տնտեսություն, որը հնարավորություն ունի սպասարկել այս ամբիցիաները։ Դրա համար կրկին հսկայական աշխատանք է տարվում, թե մեր միջին բիզնեսի, փոքր միջին բիզնեսի ուրեմն հզորությունն է ավելացնելուն, իրենց ստանդարտների լավարկմանը։ Դուք գիտեք, որ Եվրոմիությունը շարունակաբար հենց գումար է հատկացնում այս ուղղությամբ, որպեսզի մեր ապրանքները հասանելիություն ստանան Եվրոմիության շուկային, իսկ
դրա համար պետք է որ ենք որոշ ստանդարտների համապատասխանեն ու ուրախությամբ պետք է նշեմ, որ այս վերջերս օրինակ Հայաստանում կա սուպերմարկետում շշալցված ջուր, որը Եվրամիության ենթակա է արտահանման։ Այսինքն ամեն դեպքում մեր բիզնեսը պետք է պատրաստ լինի, որպեսզի սահմանները բացվելուն պես ապրանք ունենա ուրեմն տանելու դեպի եվրոպական շուկա, որովհետև մի բան է, երբ որ դու կարողանում ես համապատասխանել Եվրասիական տնտեսական միության ստանդարտների, որոնք կրկին բարձր են շատ հաճախ, բայց մի բան է, երբ որ դու ոչ որպես ինքնանպատակ ես Եվրոմիությունը դիտարկում, այլ որպես շուկա, որին ունես ապրանք արտահանելու։ Այսինքն հիմնական խոչընդոտը, որ մենք հիմա հայտ չենք ներկայացնում եվրոինտեգրման համար ոչ թե օրինակ ԵԱՏՄ-ի անդամ լինելն է, այլ գլխավոր խոչընդոտներից մեկը հայ-թուրքական փակ սահմանն է եւ դեռևս հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության պայմանագիր չունենալը։ Դե սա որպես շատ ընդհանրական դիտարկում կարանք ասենք, բայց եթե խոսենք դա հայտը լրացնելու պահին որոշ ստանդարտների համապատասխանեցումն է, որը արդեն իսկ կատարվում է ՍԵՊԱ-ի համաձայնագրով, երկրորդը դա ելք չունենալն է դեպի Եվրոմիության շուկա եւ ուզում հիշեցնել, որ ԵԱՏՄ անդամակցելու պահին, օրինակ այդ պահին գործող վարչապետը հոդված էր հրապարակել պարոն Սարգսյանը այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցությունը սուվերենության անկում է, որովհետև ոնց կարես անդամակցես մի բանին, ինչի հետ սահման չունես։ Հիմա այս սահման չունենալու հարցը իրականում ճշգրիտ դիտարկում է եւ կարծում եմ նույնքան վերաբերել է Եվրոմիությանը, այսինքն իմ համեստ կրկին դիտարկմամբ Թուրքիայի հետ սահմանի բացումը ուղիղ կնպաստի Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին։ Գալով Հայաստանի ներքաղաքական թեմային, Գյումրի քաղաքապետի ձերբակալությունը կարծես թե նորից լարվածություն մտցրեց ներքաղաքական դաշտում, որքան էլ իշխանությունն ասում է դրանք իրավական գործընթացներ են, ամեն դեպքում նախ ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ չեք պահպանում կանխավարկածը, անմեղության կանխավարկածը, մյուս դեպքում իրականացվում է ընտրովի արդարադատություն, որովհետև նման գործընթացներ, նման մակարդակով ձերբակալություններ, այդպիսի տեսարանով ձերբակալություններ իրականացվում է միայն օրինակ ընդդիմադիր քաղաքապետերի կամ քաղաքական գործիչների դեպքում, իսկ նրանք ովքեր որ քաղաքացիական պայմանագրից են, նման կերպով չեն ձերբակալվում կամ չեն գաղտնալսվում, խնդրեմ։ Նախ եւ առաջ շատ ծիծաղալի է այս մեղադրանքը, հատկապես վերջին հատվածը, որովհետեւ գուցե որտեվ դիմադրություն չկա դրա համար ձերբակալման, կալանավորման ուղղությամբ դիմադրություն չկա ԿՊ ներկայացուցիչների կողմից, որոնք մարդկանց բազմահավաք ցույցեր չեն հավաքում դիմադրելով իրավապահ համակարգին, ինձ թվում է շատ պարզ է ակնհայտ է։ Իսկ Գյումրիում եղել է, այսինքն հրավիրել են, ասում են հրավիրել եք մարդուն, ասեք այս մեղադրանքը կա, նման կասկածները կա, որից հետո եթե հրաժարվել է նոր նման բան։ Այն տեսանյութերից, որոնք առկա են, ակնհայտ է, որ քաղաքապետանը փակում է մանկապարտեզներ իրենց ենթակայության տակ մարդկանց մոբիլիզացնելով, հնչում են տեսանյութում կոչեր, որ եկեք մշակույթի, կոմունալի վարչության մարդկանց դուրս հրավիրեք, որ ցույց անեն, այսինքն ակնհայտ արհեստական ցույցեր կազմակերպելու փորձեր նկատելի են առնվազն այն տեսանյութերում, որոնք առկա են, եւ ուզում եմ հիշեցնել նաեւ ձայնագրության մասին, իրավապահ համակարգից եղավ ուրեմն հաղորդագրություն առայն, որ ըստ էության Գյումրի քաղաքապետը չի հրաժարվում այս ձայնագրության բովանդակությունից, ընդամենը մի քանի ճշգրտումներ է ներկայացնում, այսինքն ընդդիմության երեկվա բոլոր ելույթներն առայն, որ սա արհեստական բանականությամբ օրինակ գեներացված ձայնագրությունը սուտ է, եւ շատ կարեւոր է, որ այս ընթացքում առհասարակ այս բոլոր ձայնագրությունները, որոնք հայտ էին գալի, առաջին փորձը այն էր, որ չէ, սրանք արհեստական բանականությամբ ձևավորված են, կվերաբերվի դա հնարավոր հեղաշրջման կոչերին, կվերաբերի դա հենց այս դեպքին, բայց ուրեմն փաստորեն Վարդան Ղուկասյանը չի հրաժարվում այս տեքստից, այս գործընթացներից, դրա համար որևէ անմեղության կանխավարկած խախտելու մասին խոսք գնալ անգամ չի կարող, ես քաղաքական գործիչ եմ, լսել եմ այդ տեքստը եւ կարող եմ իմ եզրակացությունն անել, այն որ Գյումրի ղեկավարությունը զբաղվել է ապապետական գործունեությամբ, կոռուպցիան ես դիտարկում եմ որպես պետության քայքայման համար մեկ միջոց եւ եթե մենք դիտարկենք առհասարակ մեր ընդդիմության տարբեր քայլեր եւ փորձենք այս փազլը հավաքել, ապա ընդդիմությունը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության հենց որպես պետության, պետականության դեմ եւ կոռուպցիան, որը քայքայելու է մեր պետականությունը եւ մնացած այլ օրինակ հեղաշրջման կոչեր, դրանք բոլորը պետության ինստիտուտների քայքայման ուղղված ջանքեր են եւ եթե նայենք ինչ ջանք ու եռանդ են նրանք նաեւ ներդրել խորհրդարանը
արժեզրկելու գործընթացում ինչպիսի ջանքեր են նաև ներդրել հայ առաքելական եկեղեցու քայքայման գործընթացում, իմ տպավորությունը մեկն է, անդիմությունը իր ողջ կազմով դուրս է եկել պետականության դեմ պայքարում։ Բայց սա նաև մեկնաբանվում է այն համատեքստում ընդդիմադիրների կողմից, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել եւ դուք մտավախություններ ունեք եւ սա ճնշման ձև է, ճնշման փորձ է։ Օրինակ մյուս ամիս վաղ շաբաթում է ընտրություններ, այդ տեսեք ինչ կլինի, եթե օրինակ ԿՊ-ն այնտեղ չհաղթի եւ այլն եւ այլն։ Մենք խոստացել ենք օրենքի գերակայություն եւ մենք գնում ենք օրենքի գերակայության հետևից։ Շատ զարմանալի է, որ կա հակառակ մեղադրանքներ, նաեւ ինչու Վարդան Ղուկասյանը առհասարակ հնարավորություններ առաջադրվելու եւ այսպես կոալիցիոն իշխանություն ձևավորելու պետք է կողմնորոշվեն։ Հիմա մենք չպետք է թույլ տայինք Վարդանին առհասարակ առաջադրվել եւ այսպիսով իսկապես խախտել մեր ժողովրդավարության հաստատման խոստումը, թե մարդ առաջադրվել է եւ մի քանի ամիս ուղղակի չի դիմացել եւ կրկին զբաղվել կոռուպցիայով։ Եվ ինչ վերաբերում է վաղաշաբաթի գալիք ընտրություններին, ես կարծում եմ սա լավ դաս է մեզ բոլորին, որպեսզի վերահասատենք այն, որ նախկիները, որտեղ որ փորձում են գալ իշխանության, այնտեղ գործում են նախկին բարքերը, կոռուպցիա, օրենքի նկատմամբ զրո հանդուրժողականություն, եւ ես կարծում եմ, որ վաղաշաբաթի մեր քաղաքացիները ուղղակի իսկապես դաս կքաղեն Գյումրիում տեղի ունեցած։ Ամփոփելով մեր զրույցը, ընտրություններին մի քանի ամիս է մնացել եւ մենք տեսնում ենք նաեւ, որ նոր կուսակցություններ են, նոր քաղաքական ուժեր են ձևավորվում եւ օրինակ վստահություն կա արդեն ընդդիմության շրջանում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն այս անգամ իշխանազրկելու են։ Օրինակ Հանրապետության երկրորդ նախագահը կարծիք հայտնեց, որ իրենց եւ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը միասին ավելի շատ ձայն են ստանալու, քան դուք։ Մտավախություն չունեք։ Ես մի մտավախություն ունեմ, որ Շեմը հաղթահարելու առհասարակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միայնակ եւ երկու այլ կուսակցություններ պարզապես ընտրական օրենսգրքի արդյունքում են հայտնվելու խորհրդարանում։ Իմ միակ մտավախությունն այն է, որ Հայաստանում չի կարողանում ձևավորվել նորմալ ընդդիմություն, որը առհասարակ կնպաստեր մեր ժողովրդավարության հաստատմանը։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հավաքելու է ավելի քան 50% ձայն եւ հույս ունեմ, որ խորհրդարանում չեն հայտնվելու ապա ժողովրդավարական ուժեր, ապա պետական ուժեր եւ կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ժողովրդավար կուսակցությունները կարողանային կոնսոլիդացվեին կամ ելքեր գտնեին հայտնվելու խորհրդարան, որտեղ գործող խորհրդարանը դուրս է եկել խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության դեմ եւ քաղաքացիները պետք է իրենց օժտեն 0 քվեով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանն էր։